7 անգամ ընտրությունների գնացել ու ընտրություններից հոգնել է 81-ամյա Սեյրան Մանուկյանը։ Ստեփանավանում տիրող նախընտրական տրամադրություններից է պատմում։ Մարդիկ կգնան ընտրությունների վստահ է, բայց ինքն այս անգամ որոշել է չգնալ։ Կգնան բայց պիտի անեմ։ Հա։ Կգնան։ Դուք գնալու եք։ Ես շատ եմ գնաց, այս անգամ որոշել եմ չգնամ։ Ինչի։ Չեմ ուզում։ Չունեք հարմար տեխնացու, թե հոգնել եք ընտրություններից։ Տեխնացու չունեմ, ընտրություններից էլ եմ հոգնել։ Այս ընտրություններն ուրիշ են, ասում են ստեփանավանցիներից շատերը։ Որոշել են քաղաքացիական դիրքորոշում դրսևորել ու գնալ քվեարկելու։ Ստեփանավանում ինչ խոսույթներ եք լսել վերջին շրջանում։ Ինչ։ Օրինակ, որ ասում են, եթե մենք չընտրվենք, պատերազմ կլինի, եթե մենք ընտրվենք, չի լինի։ Նման զրույցներ լսել եք։ Զրույցների մեջ չենք խառնվում, չենք էլ ուզում խառնվենք, մենք գիտենք, որ մեր պետությունը նորմալ պետություն է, մենք էլ ուզում ենք խելոք ապրենք։ Թոշակը ստանում ենք ամեն ինչ նորմալ է, մեզ մար ապրում ենք։ Բայց չեք լսել այդպիսի զրույցներ։ Շատ բան ենք լսում, բայց հաշվի չենք առնում։ Ինչ նախընտրական խոսույթներ եք լսել Ստեփանավանում։ Չեմ լսել։ Օրինակ մենք լսեցինք, որ ասում են, եթե իշխանությունը չկա, Աշոթաբերդը կիսատ կմնա, դպրոցները կմիանան։ Չեմ լսել, ճիշտն ասած չեմ զբաղվում, չէ, քաղաքականությամբ չեմ զբաղվում ընդհանրապես։ Իսկ ընտրությունների պատրաստվում եք գնաք։ Հա, կգնամ։ Կգնաք։ Այո։ Իսկ կարևորում եք ընդհանրապես ընտրությունների մասնակցությունը։ Անպայման։ Չկողմնորոշվածներ էլ կան։ Պատրաստվում եք ընտրությունների մասնակցեք։ Մինչ տարբեր շրջանակներ ընտրություններին ընդառաջ զանազան խոսույթներ են շրջանառում, փոքր համայնքներում մարդիկ նախընտրում են տեխնացուներին տնտղել, հասկանալ, ում քվե վստահել, հեռու կեղծ օրակարգերից ու խոսույթներից։ Տանից դուրս չեմ եկել, տանն եմ եղել, ոչ մի բան չեմ լսել, բայց մեծ սիրով կգնամ ընտրության, որովհետև ինձ համ մոտիկ է, համ էլ անհրաժեշտ է։ Մեծ խոսույթները փոքր համայնքներում ավելի տեղային նշանակություն են ստանում, փորձելով հոգեբանորեն ազդել մարդկանց որոշակի խմբի հույսերի ու սպասումների վրա։ Ստեփանավան և Լոռիբերդ համայնքներում կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժման անդամ Հուսիկ Մարտիրոսյանն է ասում։ Քաղաքացու ձայնի հետ կիսվում տեղի ամենատարածված կեղծ խոսույթներով։ Կան խոսույթներ, որոնք ակտիվ շրջանառվում են, բայց իրենք ավելի այսպես հանրապետական մասշտաբի են, հանրապետական բնույթի են, օրինակ նույն պատերազմ խաղաղության մասին խոսույթները կամ այսպիսի շատ խոսույթ կա, մարդիկ խոսում են, որ կենսաթոշակները նորից կնվազեն, եթե ենթադրենք իշխանափոխություն լինի, բայց կան նաև ավելի այնպիսիները, որոնք կառուցվում են հենց տեղում մարդկանց հուզող խնդիրներին այսպես հարմարեցնելով։ Ստեփանավանում օրինակ կառուցվում է Աշոտաբերդ մեծ թաղամասը եւ արդեն խոսում են մարդիկ, որ եթե իշխանափոխություն լինի, հնարավոր է, որ թաղամասի շինարարությունը կասեցվի, չշարունակվի եւ այն մարդիկ, ովքեր հույսով են, որ այդտեղ իրենց բնակարանը կառուցվելու է, բնականաբար ազդում է իրենց որոշման վրա։ Լոռիբերդ, Գյուլաքարակ եւ Ստեփանավան համայնքները պետք է միավորվեն մեկ խոշոր Ստեփանավան համայնքի մեջ։ Սա էլ մի բան է, որը մարդկանց շատ հուզում է, մարդկանց մեծ մասը այսպես չեն ուզում, որ իրանց բնակավայրերը նորից խոշորանան եւ ել ավելի մեծանա համայնքը եւ այսպիսի խոսույթ կա, եթե իշխանությունները փոխվեն, համայնքների խոշորացումը տեղի չի ունենա։ Դպրոցների խոշորացման մասով նարատիվը, որովհետև իմ նշած համայնքներում Ստեփանավան, Գյուլաքարակ, Լոռիբերդ կան գյուղական դպրոցներ, որոնք ենթակա են միավորման եւ էլի շրջանառվող խոսույթը այնա, որ եթե իշխանությունները փոխվեն, դպրոցները չեն խոշորան։ Նկատելի ընտրախախտումներից է պատմում էկոակտիվիստական շարժման անդամ Հերմինե Մարտիրոսյանը, անչափահասներին քարոզչության մեջ ներգրավելուց մինչև չսահմանված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելն ու գյուղերում մարդկանց ցուցակագրելը։ Նկատելի են աշխատողների ներգրավում քարոզչության մեջ, թե պետական աշխատողների եւ թե մասնավոր աշխատողների, երկուստեք նկատվում է այդ երևույթը։ Երկու կողմից, այսինքն թե ընդդիմության, թե իշխանության կողմից պաստառներ կան փակցված սխալ ոչ թույլատրելի վայրերում։ Եթե ընդդիմությունն է դա շատ անում, թե իշխանությունն է շատ անում, անչափահասներին բավականին շատ ներգրավում են քարոզչության մեջ։ Նաեւ տարածված երևույթ է համայնքում գնում են գյուղերը,
ցուցակները ձեռքին մտնում են տնետուն եւ հարցնում են, թե տանը քանին դրող ունեն, կոնկրետ ինչ-որ ուժերի քարոզ են անում, իրենք ներկայանում են որպես դիտորդական աղաքելության ներկայացուցիչներ, հարցնում են ժողովրդին, թե ում եք ընտրելու, իհարկե իրանք բնականաբար դիտորդներ չեն։ Հուսիկն ու Հերմինեն պարբերաբար են հանդիպում մարդկանց, զրուցում, բացատրում, կեղծ ու մոլորեցնող խոսույթների վերաբերյալ, օգնում զանազանել, ինչպես են դրանք ազդում մարդկանց ընտրական վարքի վրա, ինչ է պետք իմանալ կեղծ խոսույթների մասին ու ինչով են դրանք վտանգավոր։ Ուսուցչուհի Գայանե Պապինյանը նման հանդիպումները անհրաժեշտ է համարում, մանավանդ օրեցօր զարգացող տեխնոլոգիաների ֆոնին։ Հակոբ Վարոսյանն էլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշման պարտադիր մաս է դիտարկում կեղծ խոսույթների մասին տեղեկացված լինելը։ Նմանատիպ քննարկումները բացարձակ կարևոր են հասարակության շրջանում տեղեկացված լինելու մակարդակը բարձրացնելու համար, քանի որ մանիպուլյացիաները շատ են 21-րդ դարում եւ կեղծ նարատիվները շատ տարածված են, հստակ մարդկանց կողմից, որոշ մարդկանց վրա, որոշ մարդկանց որոշումները փոխելու համար։ Ես փորձում եմ աղբյուրներ գտնել, որովհետեւ պետք է աղբյուրներ գտնես, որ կարողանաս հասկանաս արդյոք դու իրավացի ես, որովհետեւ շատ-շատերը լինում են, որ քո հետևից գալիս են, իսկ քո հետևից եկող թե սերունդը կլինի, թե մարդիկ, որ քեզ հավատում են, որ չսխալվեն։ Պետք է նմանատիպ հանդիպումներ շատ լինեն, մարդիկ միշտ չէ, որ տեղեկացված են լինում, բոլորին չէ, որ հասանելի է տեղեկությունները։ Հենց նախընտրական շրջանում ակտիվացող կեղծ ու մոլորեցնող այս խոսույթները նպատակ ունեն ազդելու մարդկանց ընտրության վրա կամ փոխելու արդեն իսկ կայացրած որոշումը, Հուսիկ Մարտիրոսյանն է ասում։ Համայնքային հանդիպումների ժամանակ փորձում են մարդկանց մոտ կեղծ նարատիվներին հակազդելու իմունիտետ ձևավորել։ Դրանց ազդեցության տակ չընկնելու լավագույն միջոցը, ասում է, կասկածի տակ առնելն է լսածն ու տեսածը, որքան իրատեսական է, ասենք, թոշակների նվազումը, համայնքների խոշորացման կամ դպրոցների միավորման կասեցումը, որ առնվազն 20 տարվա ընթացք ունեն։ Քաղաքացու ձայնը Ստեփանավանդ և Լոռիբերդ համայնքներից։